կապված։ Բնական է, որ իրավիճակի լիցքաթափում պահանջում է, որպեսզի հանդուրժողականությունը տիրի, ողջախոհությունը հաղթի եւ զինված հարձակումը կազմակերպված անձիկ ընկալեն, որ Հայաստանի Հանրապետությունում պետք է գործի օրենքը, սահմանադրական նորմը եւ օր առաջ կայացնեն որոշում հանձնվելու մասին, ինչը թույլ կտա նաեւ պետական գործընթացները օրենքի եւ սահմանադրության շրջանակում Ես կարող եմ այդ հարցին այս պահին պատասխանել ընդամենը այն գործողություններով, որոնք որ նկարագրվում են։ Քրեական օրենսգրքի հոդվածներում կա նկարագրված առնվազն պատանդ վերցնել արտահայտությունը, ինչը կարծեք թե որևէ կողմ չի հերքում այս շրջանակում, ինչ վերաբերում է այլ ընկալումներին, ես վստահ եմ ու համոզված եմ, որ դա առաջիկայում քննարկելու եւ առավել են մանրամասն։ Բայց ԱԱԾ-ն չի հստակեցնում։ Ուրեն ընդհանրապես իշխանությունների Այնքանով որքանով ես հետևել եմ այդ գործողություններում, ոստիկանության գործողություններում, համենայն դեպս ինչքանով որ ինձ է այս բանի հասանել եւ ես հետևել եմ դրան, ես նույնիսկ բարձր եմ գնահատում հանդուրժողականության այն մակարդակը, որ ցուցաբերվել է։ Եթե մանրամասը քննություն իրականացվի իրավասու մարմինների կողմից, այդ թվում նաեւ այն մարմինների մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի կողմից, ես համոզված եմ, որ կարող են լինել առանձին դրվագներ, դեպքեր, երբ որ կա ոչ իրավաչափ վարկագիծ կամ ոչ համաչափ դրսևորում, բայց նաեւ ձեզ ուզում եմ կոչ անել, որ դուք էլ պետք է հասարակության մեջ հանդուրժողականությունը քարոզեք։ Երբ առանձին դրվագներում տեսնում եք, որ ակնհայտ սադրիչներ կային, որոնք որ հրահրում էին բախումներ, այդ մարդիկ նաեւ վերջին հաշվով բոլորի իրավունքների ոտնահարման գործողությունների նաեւ։ Պարոն Մինասյան, ինչ է կարծում, եթե Ես ականջս արդեն արտադրությունը նրանց հետ հավատացին հարց ունեմ, այլուց աչը ձախը քննարկումներ արտադրները կասում։ Այս պահի դրությամբ ոստիկանությունը որպես իրավապահ համակարգի հիմնական պատասխանատու եւ ազգային անվտանգության ծառայություն իրականացնում են իրենց սահմանադրական լիազորությունները այլ թեմայով, այլ հարցադրում։ Կարող եք ուղղել իրավասու կարելի կանխել այս միջադեպը մի վարքյան, հա? Չէր կարելի կանխել ճիշտ աշխատանքի դեպքում, եթե ինֆորմացիան ամեն դեպքում եղել է ԱԱԾ-ի մոտ։ Ես չեմ տիրապետում այս պահին նման տեղեկատվության որքանով ինֆորմացիա եղել կամ ինչ խորությամբ եղել կամ հավաստի ես այդ հարցին չեմ։ Պարոն Մինասյան, կառավարությունում քննարկել եք իրավիճակը ձեր գործընկերների հետ, ինչ կարծիքի են, մի քանի օր է անցել։ Վարչապետի հայտարարությունը ձեր որոշ մարդ կա ում համար ոչինչ չասող է, մարդ կա ամեն ինչ ասող է։ Քննարկումներ եղել են, պարոն Մինասյան։ Գնահատականները, մնացածը ընթացքով գնում է, խնդրում եմ։ Իսկ քննարկումներ եղել են, պարոն Մինասյան։ Ես ավարտում եմ իմ Վերջին թեմայով պարոն Մինասյան։ Դուք ասում եք իրավապահների դաշտում քաղաքական ղեկավարությունն ենք ունեին, ու լրություն։ Ինչ է նշանակում դրություն։ Նախագահը չի որերորդ օրն է նախագահ։ Շատ լավ, հիմա այդ հարցը ինձ եք տալիս։ Դժվարությունների Ես որպես կոալիցիայի անդամ քաղաքական ուժի ներկայացուցիչ ասում եմ, որ այս պահին գործընթացը գտնվում է իրավապահ համակարգի տիրույթում, իդեմս ոստիկանության եւ ազգային անվտանգության, թողեք հանգուցալուծվի, ավելորդ լարվածություն պետք չի ստեղծել, ավելին ես համոզված եմ, որ այն տղաները, ովքեր որ գոնե մի մասը, որոնց ես եմ ճանաչում եւ Ղարաբաղի ազատագրական պայքարում, Արցախի ազատագրական պայքարում ներդրել են իրենց կյանքը, այդ մարդիկ նույնպես ողջախոհություն դրսևորեն եւ հանդես կգան կոնկրետ իրավիճակը լիցքաթափելու գործողություն։ Պարոն Մինասյան, պրովոկացիաները կշարունակվեն, եթե շուտապույտ չկանխվի հարցը։ Գիտեք, ամեն ինչ կարելի է մանրամասը վերլուծել, ամեն ինչ կարելի է խորությամբ ուսումնասիրել եւ այլն, բայց ինձ համար ակնհայտ է մի բան, որ անհանդուրժողականությունը ցավոք
մեր հասարակությունում դարձել է արդեն այն աստիճան, որ անգամ մարդիկ մտածում են, որ քաղաքական խնդիրներ կարելի է լուծել այդ ձևերով։ Եթե մենք անգամ մտածենք, որ սա քաղաքական խնդիր է, եթե անգամ մտածենք, ապա ակնհայտ է, չէ, որ դա ձև չէ։ Ես նաև տեսնում եմ առանձին հասարակական գործիչների նաև հայտարարություններ, փորձ են անում այս դեպքերը զուգորդել, օրինակ, ազգային ազատագրական պայքարում 20-րդ տարի առաջին կեսի գործընթացները, որոնք ոչ միայն բացարձակ տեղին չեն, խեղաթյուրում են ամեն ինչ, այլ նաև սա մեր ազգային արժանապատվության նաև հարված է, նման համեմատություններ տալ։ Ես դրա համար խնդրում եմ նաև ձեզ, կոչ եմ անում նաև ձեզ, որովհետև անհանդուրժողականությունը լիցքաթափելու գործում դուք մեծ անելիք ունեք։ Դուք մեծ անելիք ունեք բոլորս, բայց առաջին հերթին դուք, որովհետև ձեր լրատվությունից շատ բան է կախված։ Ես խնդրում եմ ձեզ։ Ես ավարտեցի խոսքը։ Շնորհակալություն, պարոն Մինասյան։